Բարի օր, հարգելի հայրենակիցներ։ Այսօր իմ կանաչ դրախտը հաղորդման հերթական թողարկումն է եւ մենք կխոսենք դդումների մասին։ Դուք գիտեք, որ դդումները բավականին մեծ նշանակություն ունեցել հայ ժողովրդի կյանքում եւ նույնիսկ մեր բարիկենթանի տոնի ժամանակ միշտ հացահատիկային մշակաբույսերի հետ կամ հատիկաանդեղեն մշակաբույսերի հետ միշտ դդումը եղել է այսպես կոչված նաեւ խորհրդանիշ։ Դդումից պատրաստել են տարբեր ճաշատեսակներ, հյուրասիրել են բոլորին, ինչպես մեր հայտնի ղափաման, եւ նաեւ ժամանակին դդումի տեսակներ կա, որ մեր նախնիները օգտագործել են որպես սպասք։ Օրինակ, տեսեք, այստեղ շշադդումն է, այս գեղեցիկ դդումները, մի քիչ ավելի ուշ ես ցույց կտամ իրենց 4 տեսակները։ Այս դդումները իրականում ավելի շատ ունեն դեկորատիվ նշանակություն կամ կենցաղային նշանակություն, երբ որ նրանք արդեն հասունանում են, չորանում, ուղղակի նրանցից պատրաստում են կամ լուսամփոփներ, կամ ջահեր, կարելի ասել, եւ կամ տարաններ բրնձի, ցորենի եւ այլ հատիկաանդեղեն մշակաբույսերի պահպանման համար։ Նրանք օգտագործում են նաեւ փոքր տեսակները որպես աղամաններ կամ ուղղակի որպես կարելի ասել վազաններ մրգերի եւ քաղցրավենիքի համար, այնպես որ այս դդումը բավականին հետաքրքիր է եւ դուք կարող եք մշակել ձեր հողամասում եւ դարձնել ավելի գեղեցիկ եւ հետաքրքիր ձեր տարածքը։ Ընդամենը մոտ մի 10-15 օր հետո մենք կհավաքենք այս դդումները եւ իրենք հետագայում կունենան վառ դեղին կամ բացշագանակագույն գույներ եւ որոնցից կպատրաստենք տարբեր իրեր։ Այժմ եկեք անցնենք դդումի այլ տեսակներին։ Ինչպես տեսնում եք, մենք ունենք դդումի բազմաթիվ տեսակներ, ավելի քան 20 տեսակներ, տեսեք այս մեկը կանաչ, խայտաբղետ, ունենք նաև դեկորատիվ դդումներ։ Դե ինչ, երևի թե այսքանով ավարտենք դդումների վերաբերվող այս փոքրիկ հոլովակը, նշեմ, որ մեր կենտրոնում ավելի քան 20 տեսակ տարբեր տիպի դդումներ ունեն։ Պարզապես մի խորհուրդ կտամ, երբեմն մեր հողատարածքներում մենք մշակում ենք այնպիսի դդումներ, որոնք իրացում չունեն, այսինքն շատ խոշոր կանաչ դդումներ, որոնք հիմնականում նախատեսված են անասնակերի արտադրության համար։ Շատ կլինի, որ մենք փոխենք մեր մշակույթը, մշակենք ոչ միայն դեկորատիվ դդումներ, այնպես էլ այնպիսի դդումներ, որոնք, ասենք, օրինակ, ղափամայի համար է նախատեսված, կամ նախատեսված է այսպես կոչված արտասահմանցիները, ովքեր նշում են իրենց Հելոուինի տոնը, այսինքն այդ տոնի համար, այնպիսի դդումներ, որոնք մեր մշակվող տեսակից 4-5 անգամ բարձր գին ունեն, այնպես որ դդումը եւս կարող է բարձրարժեք լինել։ Տեսնում եք, այս նույն դդումի 4 տեսակն է, նայում եք, սերմը մեջը արդեն կա, պարզապես մենք կարող ենք հանել, օգտագործել եւ մի հետաքրքիր բան ասեմ նաեւ, որ ես տեսա Ավստրիայում մի խումբ, ովքեր այս դդումներով կարծես թե երաժշտական գործիքների նման օգտագործում էին եւ շատ հետաքրքիր համերգ էր որևէ մի ռեստորանում, որտեղ ամբողջ կահավորանքը, ջահերը, սեղանի սպասքը, աղամանները ամբողջությամբ պատրաստված էր այս դդումից։ Այնպես որ եկեք մտածենք նորովի, մտածենք այնպիսի նոր ուղղություններ, որոնք կարող են քիչ չարչարանքով, քիչ աշխատանքով մեզ ապահովել ավելի մեծ եկամուտ։